ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը խնդիր չունեն այս տարածաշրջանում, հեչ չունեն։ Ավելին ասեմ, այդ որ ասում է, դրանք ուզում են նայեք, ասում է այն, ինչ որ ասում է Բրիտանիան, ինչ որ ասում է Չինաստանը, ու ինչ որ ասում է Էրդողանը եւ Ալիև հետ միասին։ Ու Բրիտանիայի գործակալներ, որ Ռուսաստանում իշխանությունը վերընկացեն։ Այնտեղ էլ գործակալներ կա, որ աշխատում են Բրիտանիայի վրա են աշխատում։ Ուրեմն լսեք, ինչ եմ ասում։ Հեչ խնդիր չկա ճանապարհների հետ կապված։ Դուք գիտեք, որ եթե քարտեզով նայենք, Պարսկաստանից մինչև Ադրբեջան ավելի կարճ ճանապարհ է կամ Ադրբեջանից մինչև Հայաստան։ Այդ առաջինը։ Պարսիկները էլ էս չեն, չէ՞։ Ասում են, եկեք մտեք մեր տարածքով։ Խնդիր չունեք, բաց է ձեր համար։ Բաց է։ Մտեք։ Ինչ է պետք։ Երկար գծեր պիտի սարքենք։ Ինչ է ուզում, պես եք ուզում, տալիս եմ, մտեք։ Չեն մտնում, իմանայք։ Թուրքիան կարող է Ադրբեջանի հետ միանա, Նախճեվան, Պարսկաստան, Ադրբեջան։ Վրաստանի հետ ունեն սահման, համ ծովային սահման ունեն, համ երկրագիծ ունեն, համ ավտոյի ճանապարհ ունեն, 3 սեգմենտ ունեն։ Կարան Վրաստանի միջոցով հանգիստ Թուրքիան, Վրաստան, Ադրբեջան, խնդրեմ, միջև Կասպի ծովը, միջև Կազախստան, Չինաստան, որը մի խնդիր չունեք։ Դες ուզում եք Ռուսաստան էլ մտեք։ Նույն այս կողմից Թուրքիան, Նախճեվան, Պարսկաստան, Ադրբեջան, համ Ռուսաստան, համ Կազախստան, համ Չինաստան, համ Ուզբեկստան, Թուրքմենստան, ոնց ուզում ես գնա Ֆրարի։ Այդ դեպքում ինչ են ուզում։ Այս դեպքը իրենց համար է լրիվ ուրիշ բանն է։ Դրանք հարավային Հայաստանը կտրում են։ Այսինքն իրենց ոչ թե ճանապարհ է պետք, այլ հարավային Հայաստանը կտրելու միջոց է պետք։ Դա դարաշրջան բանն է, գաղափարն է իրենց։ Հասկանում եք, որ դրա միշտ ասում է, եթե Զանգիզուրը ճանապարհը բացում է, սկսվում է Թուրքիայի ազգերի դարն է սկսվում, չէ՞։ Ժամանակն է գալիս մեր։ Ուղղակի Նիկոլ Փաշինյան կամ մի հատ բան կա հումոր կասում, ապա դու ես ունես պասմա պոստը քեզ էջի տեղ ես դրել։ Ես չեմ հավատում, որ Նիկոլ Փաշինյանը իսկանը չի հասկանում։ Ես դեռ լուրջ եմ ասում։ Ես վստահ եմ, որ ինքը շատ լավ հասկանում է ցավ վտանգների հետ կապված։ Լուրջ հասկանում է։ Եթե հասկանալու բանում, ուրեմն դա ծրագիր է, որ դրանք մասնակից են։ Եթե չհասկանալու բանում, ես առաջարկում եմ Նիկոլ Փաշինյանին, կամ հրաժարական ես տալիս, մեկը 26 թվում դրանք չեն անցնելու, ոչ պարլամենտի միջոցով, ոչ բան, բայց արդեն ժողովրդական հերաստապացը կամ ընտրություններով չեն անցնելու, կամ Հայաստանում լինելու է նույն բանը, ինչ որ եղել է 2018 թվում։ Ես նորից իրենց ասում, ստող ոչ մի հակասահմանություն օրենքների ոչ մի բան չկա։ 2018 թվում Նիկոլ Փաշինյանը ոնց եկավ, ճանապարհը չի ցույց տվեց, ոնց կարելի է մարդուն ճանապարհել, ասում ես դու ճիշտ ես, ես սխալ եմ, այս ճանապարհը չէ 18 թիվ։ Նույն ճանապարհը կարող է լինի 2025 թվում։ Նույն։ Ինչ որ արեց Նիկոլ Փաշինյանը բոլորին բան օրինակ ցույց տվեց, ոնց կարելի է արած։ Ուրեմն, բայց ես ուզում եմ ես մի անգամ նշեմ։ Տուրանը մեր համար շատ վտանգավոր է, ոչ մի խնդիր է, որ ասում է Թուրքիան ուզում է մեր միջոցով մտնի Ադրբեջան։ Թուրքիան ոչ մի խնդրեմ չունի եւ Ադրբեջանը։ Երկու կողմից, եւ Պարսկաստանի կողմից, եւ Վրաստանի կողմից հանգիստ մտնում են Ադրբեջան, Ադրբեջանից Ռուսաստան, Պարսկաստանը Ռուսաստան առանց Ադրբեջանը չի մտնելով կարող Թուրքիան մտնի Վոլգայով, Կասպի ծովով, մտնում է Վոլգիդոնսկի կանալով, մտնում է գնում է Սև ծով, ու որտեղ ուզում են մտնում են Թուրքիան։ Պետք չէ Ադրբեջան մտնես, բայց ինչու չեն ուզում Պարսկաստանի միջոցով։ Ինչու։ Ասեմ, Պարսկաստան շատ ուժեղ պետություն է, մենք տենում ենք, չէ՞ ինչ պատասխաններ է տալիս։ Հանկարծ դրանք մտնեն տեղ, հետո ինչ որ բան պարսիկներին դուր չի գալու, ասել են վեշիրը հավաքի ստեից։ Ու ոչ մի բան չես կարող անես։ Եթե հանկարծ ինչ որ Պարսկաստանի դեմ ինչ որ բան են անելու։ Պարսկաստանը ասում է մի անգամ ես էլ բացել, ես էլ փակում եմ, ինչ ես անելու։ Ով։
Թուրքիա դու, Ադրբեջան դու ոչնչացնելու եմ։ Հայաստանը եթե բացում է, այդ որ դուք ասում եք սպառնալիքները, այո, սեր հատին շատ դժվար է լինելու։ Իրաց պետք է 3 ճանապարհ, ոչ թե մի այդ։ Համել այդ բանը, միջին կորիդորը, որ ասում եմ, միջին միջանցք։ Միջանցք։ Աշխատում է, Կազախստան, Բաքու, Թիֆլիս, Այսինքն միջազգային տրանսպորտային դա աշխատում է, մենք ինչ կապ ունենք միջին միջանցքի հետ։ Մենք ինչ կապ ունենք։ Աշխատում է Ռուսաստան, Կազախստան, Ադրբեջան, Վրաստան, Սերծով կամ գնացքով մինչև Թուրքիա։ Բայց Նիկոլ Փաշինյանն ասում է Զանգեզուրի միջանցք չի լինելու, լինելու է խաղաղության խաչմերուկ, դրանք Խաղաղության խաչմերուկը, ես այն անգամ այստեղ մենք ցույց ենք տվել այդ քարտեզները, որ ստեղծել են քարտեզները Բրիտանիայում 14 թվում։ Նույն քարտեզները, նույն EIS-ի բանը, EIM-ի բանկի մեջ այդ քարտեզների դրած է Ռուսաստան, Բրիտանիան, Թուրքիան համատեղ աշխատել են այս ծրագիրը, բայց հիմա Ռուսաստանը մի քիչ փոխվում է, դե արդեն զիրողականներ գլխավոր շտաբում շատ լավ հասկանում են, որ էդի ոնց ասեմ սենց ուզեցել են կոպիտ բառ օգտագործել, բայց լավ չի կարելի Զանգեզուրը բացել, ուզում է Ռուսաստանն էլ այնտեղ, ուզում է Հայաստանն էլ սահմանապահ կերպային, այդ շատ վտանգավոր քայլ է։ Ես նորից ասում եմ, ժողովուրդ պիտի հասկանա, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, ուզում են մեր բանով մտնեն, թող մտնեն, նորից ժողովուրդ ես վերջական բացատրում եմ։ Թուրքիան եւ Ադրբեջան որևէ մի խնդիր չունեն։ Կարան մտնեն Պարսկաստանի միջոցով, ավելի կարճ է դառնում, կարան մտնեն Վրաստանի միջոցով, բայց իրանց պետք է Սյունիքն է իրենց պետք։ Այո։ Ու այդ process այստեղ վտանգավոր է, ոչ թե ես բացում եմ։ Բացելու քիչ է իրանց համար։ Դրանք, նայեք, նա Թուրքիայի նախարարը ասեց, ասում է, հույսով, շատ շուտով Թուրքիան եւ Ադրբեջանը սահմանը չի ունենալու։ Այդ ինչ է նշանակում, չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը բացում է։ Այս նշանակում է, որ գալու են մտնելու են, վերցնելու են։ Ուզում ես առաջարկի բացեմ, ուզում ես ինչ ուզում ես երկի, դու պիտի մտածես պետությունը ոնց է ուժեղանում, ոնց ենք ուժեղացնում, ոնց որ ամբողջ ժողովուրդը միավորում ենք ու սենց եւ այլ եւ այլ։ Ինքը ասում է, ժողովուրդը ասում է ոստմավանտանգության մասին խոսում ենք, սա ասում են բանակ։ Ոյ պարոն Փաշինյան, նորից ասում եմ ձեզ, ես չգիտեմ դուք ում եք շփվում։ Մենք որ ասում ենք ավանդանգություն, տրանսպորտի, տրոլեյբուսը էլ է մտնում ավանդանգության գաղափարի մեջ, մանկապարտեզ էլ է մտնում, ու ինչ որ Հայաստանում կա, ինչ որ համակարգ կա, սա մտնում է այս գաղափարի մեջ։ Մենք շատ լավ հասկանում ենք ավանդանգությունը ինչ է։ Ես որ ավանդությունով զբաղված եմ եղել, դուք հələ երևի թե մանկաբանը դուպրոց եք գնացել։ Եվ գալիս են սովորացումը բան, ոչ թե ձեզ էլ բոլորին էլ սովորացումը ավանդանգությունը ինչ է։ Մենք շատ լավ հասկանում ենք։ Ու ժողովրդին ասում եմ, էդի սա ինչ որ ասում է Նիկոլ Փաշինյան, սպյուրքի հետ կապած։ Էդի միլիսեք, սա ջղայնացած ներվայացած վիճակում են, սպյուրքի ցավը տանեմ։ Սպյուրքը միշտ լինելու է Հայաստանի կողքը, Հայաստանը լինելու է միշտ սպյուրքի կողքը, մենք մեր կետը կողել ենք սպյուրքի, որտեղ ապրում են։ Օգնելու ենք, եթե հանգարց վնասներ ալնելու հետագայում, խառնվելու ենք, ինչ որ պետք է ալնելու անելու ենք։ Սպյուրքը տող չմտածի։ Թուրանի ծրագիրը չի։ Թուրանի ծրագիրը մենք ոչնչացնելու ենք։ Ու պետություններ կա, որ կարան մեր կողքը կաղնեն ու կաղնում են մինչև այսօր։ Նույն Հնդկաստան, նույն Պարսկաստան, այս երկու պետությունը բավարար է։ Ոչ Թուրքիան բերանը բացի, ոչ Ռուսաստանը բերանը բացի, ոչ Բրիտանիան, ոչ Ադրբեջանը։ Ես ասում եմ, այսօր Նիկոլ բացում է, վաղը մենք փակում ենք։ Արդյունքները ինչ որ ստորագրելու է, հեչ ենք անելու։ Ինչ բոլորը ասում եմ, Էրդողանը լսի, Ալիևը լսի։ Ինչ ճանապարհով։ Ինչ ճանապարհ։ Ընտրությունների։ Շատ հեշտ։ Դրանք միշտ սպառնում են, վախացնում են, չնշում են, չէ՞։ Պատերազմ, հանգազբան վերցնել են, բան չէ։ Ավստրիայի բանը, Վենայի կոնվենցիայի մեջ նշած է։ Եթե երկրի ղեկավարը ինչ որ ստորագրություն է դրել ճշմարտ տակ, այս ստորագրությունը հեչարվում ու այս պատասխանատու իրան ուժը կորցնում է։ Մենք շատ հեշտ ձևով կապացուցենք, որ ստիպել են, եթե
ինչ որ պարլամենտը հաստատվում, պարլամենտը հաստատում, ու սահմանադրությունը դատարան ասում է, խախտում չկա, ընդունում եմ, հետո եթե մեր հատուկ ծառայություններ ապացուցում են չէ, ճշմարտ է եղել, սահմանադրական դատարանը սուտ է ասել, պարլամենտ իրավունք չունել հաստատվել այդ հարցը բացասնել ձեր սխմեն այդ կնոպկեն, բոլորն նստելու են։ Այսինքն որս դրանք կարգավորումներով հնարավոր է։ Բայց եթե պարլամենտը հաստատում է, սահմանադրությունը ասում է, ես պիտի ուզած ճուզած դիմեմ Վենայի կոնվենցիային, ասեմ ստիպել են, չնշել են ապացույցներ ու լիքը պարկասու Ալիևը Էրդողան այսքան է ծեմայով են խոսացել, կարձակվենք, կմտնենք, բան կանենք, չէ՞։ Այս առաջի ճանապարհ, երկրորդ ճանապարհը, եթե խոսք օրինակ ինչ որ բան չի ստացվում, ուրեմն դաշնակիցի միջոցով մենք այդ գործը անելու ենք, ու մենք ունենք շատ երկու զոր դաշնակից, շատ, էդի Հնդկաստան և Պարսկաստան։ Հիշում եք առաջի օրերը, որ պատերազմը սկսեց Իսրայելը հարձակվեց, Պարսկաստանի դեսպանը, որ գտնվում է Հայաստանում, ինչ ասեց, ասաց չնայած ամեն ինչին, կարմիր գիծերը մնում են նույնը։ Այդ ինչ նշանակում, ինքը գտնվում է ցանցեր իրավիճակում, բայց մեկը ասում է ես հայերի կողքը կանգնացեմ, էսի պետությունն է։ Ու մենք կատակ ենք անում։ Գալիս մտնում ես վիշապը ջուր է ուզում խմել։ Դե գնա վիշապը ջուր էլ խմի, հաց էլ կեր, մարուժներ էլ կեր։ Մենք ինչ կապ ունենք քո վիշապի հետ։ Ես չգիտեմ, էդի իրանով է բացատրել այսքան բաներ է տվել, գիրքեր է կարդացել, գալիս մեզ հեքիաթներ է պատմում։ Ժորժ ջան, ոչ մի Տուրանը, ոչ մի մոռացեք, որ մենք Սփյուռքի մասին պիտի մոռանանք, Սփյուռքը ինքը ռուսովակի չի հասկանում, կամ հասկանելու անում։ Դա շատ կամ ճնշումների տակ է անում։ Այո։ Նույնիսկ ինչ որ Ղարաբաղի հետ կապված։